Ձեր երկրին մեղադրում են գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Դուք հերքում եք այդ մեղադրանքները։ Ինչ հիմնավորումներ ունի Թեհրանը։ Ոչ ոք եւ ոչ մի կազմակերպություն չի կարողացել փաստեր ներկայացնել, որ Իրանը շեղվել է իր խաղաղ միջուկային ծրագրից։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եւ նույնիսկ Միացյալ Նահանգների հետախուզության ծառայությունը չեն ապացուցել, որ Իրանը ձգտում է միջուկային զենքի։ Մենք չենք ձգտել միջուկային զենքի եւ չենք ձգտի, քանի որ միջուկային զենքը մեր ազգային անվտանգության դոկտրինի մաս չի կազմում։ Մենք մեր անվտանգությունը հիմնում ենք մեր ներքին անվտանգության եւ մեր սեփական ժողովրդի վրա։ Եթե մենք ձգտեինք միջուկային զենքի, երկու միջուկային տերությունների կողմից մեր դեմ այս հարձակումներն ու ագրեսիաները թերևս լավագույն պատրվակը կլինեին մեզ համար միջուկային զենք մշակելու։ Մենք բանակցությունների մեջ էինք Միացյալ Նահանգների հետ վստահեցնելու համար, որ մենք չենք ձգտում միջուկային զենք մշակել։ 1996 թվականից ի վեր սիոնիստական ռեժիմի վարչապետը անընդհատ ստում էր, որ Իրանը 1 տարի, 2 տարի, 3 ամիս հետո մինչև ամառ միջուկային զենք կստանա։ Նա անընդհատ ստում էր, եւ սրանք էին Իրանի վրա հարձակվելու պատրվակները։